ծրագրեր կամ հնարավորություններ, որոնք թոշակառուների կարգավիճակը կբարելավի, չկա։ Եվ այն անհեթեթ մտքերը, որ ասվում են կառավարության կողմից, որ ինչ պետք է անի թոշակառուն ենթադրենք 10,000-ով ավելացնեն, նույնիսկ դա քննարկել է անիմաստով, որովհետև ակնհայտ է, եթե մի փոքր էլ նույնիսկ ավելացնենք, այդ մարդկանց համար դա գումար է, բայց մեր ասածը այլ բան է։ Պետությունը պետք է ապահովի անապահով խավի սոցիալական վիճակը եւ ընդհանրապես անապահով խավերը պետք է Հայաստանի Հանրապետությունում լավ ապրեն։ Պետք է ապահովված լինեն, որևէ բանի կարիք պետք է չունենան։ Թե բժշկական տեսանկյունից, թե այլ տեսանկյուններից ապրելու եւ այլ բնակարաններ, բաներ, պետությունը պետք է ապահովի այն թոշակառուներին բնակարաններով, որոնք հնարավորություն չունեն եւ կամ կորցրել են բնակարանները, պետությունը պետք է ապահովի անապահով խավի համար եւ այդ հնարավորությունները պետք է ստեղծի ինքը։ Բայց եթե դու ոչնչացնում ես բիզնեսը, տնտեսությունը ոչնչացնում ես, ընդհանրապես քո քաղաքական իշխանությունը պահելու համար, դու չես կարող հասարակության ինչ-որ խավի համար մի լավ բան անես, որովհետեւ այդ գումարը ուղղակի չկա։ Դա կարող ես անել միայն պարտքի միջոցով,